Հարգելի խորհրդարան, ուրեմն ինչ հարց պետք է լուծենք։ Մենք այսօր այս նախագծով անդրադառնում ենք մի հարցի լուծմանը, որը պետք է լինի այն իրավասու հանձնաժողովը, որը կունենա մարդու իրավունքի պաշտպանի թեկնածուի առաջադրման իրավունք։ Բայց մինչ բուն հարցին անցնելը ես չեմ կարող չանդրադառնալ մարդու իրավունքների պաշտպանի Կարեն Անդրեասյանի հրաժարականի հարցին։ Մեզ համար միանշանակ է, որ նրա վրան եղան շատ լուրջ ճնշումներ, ընդ որում անթաքույց ճնշումներ, նախ դեկտեմբերին հիշում եք բոլորդ ազգային ժողովի պատգամավորի կողմից հանրապետական կուսակցության անդամ, հետո էլ այդ նույն ճնշումները, նույնատիպ քննադատությունը հնչեց կրթության և գիտության նախարարի կողմից, որը ուզում եմ բոլորիդ հիշեցնել, նաև Սերժ Սարգսյանի փոխնախագահն է կուսակցության գծով։ Այսինքն սրանք անթաքույց ճնշումներ էին հնչեցված իշխանության կողմից եւ աննախադեպ որևէ մարդու իրավունքի պաշտպանի նկատմամբ հանրային քննադատություն չէր հնչել այս կարելի ասել անգամ նորանկախ պատմության ընթացքում։ Ակնհայտ էր, որ մարդու իրավունքի պաշտպանի որոշ դրվագները գործունեության սկսել էին ազդել իշխանության նյարդերի վրա։ Մասնավորապես տեղեկություններ էլ ունենք, որ շատ վատ է ընկալվել մարդու իրավունքի պաշտպանի զեկույցը նվիրված դատական համակարգի կաշառակերությանը, որում շատ հստակ տրված են այդ կոռումպացվածության մեխանիզմները, ընդհուպ միջև գործող կաշառքների, ընդ որում ամենաբարձր մակարդակում գործող կաշառքների դրույքների մասին։ Բավականին, այսպես ասեմ, լուրջ արձագանքեր տրվում նաև ոստիկանության բռնի գործողություններին կապված տարբեր ցույցերի կամ ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված բռնություններին։ Հանրաքվեի ժամանակ, սահմանադրական հանրաքվեի ժամանակ, որը բոլորդ էլ շատ լավ գիտեք ինչպես կեղծվեց, մենք այդ ամբողջ օրը կոնտակտի մեջ էինք մարդու իրավունքների պաշտպանի հետ, եւ ես պետք է ասեմ, որ մեր բոլոր ահազանգներին տրվել է համապատասխան ընթացք եւ մարդու իրավունքի պաշտպանը ակտիվորեն աջակցեց ընտրակեղծիքների բացահայտման կամ կանխման գործընթացին։ Մոտ 40 անգամ մենք այդ օրը իր հետ շփվել ենք եւ տարբեր դրվագներով փոխանակել ինֆորմացիա։ Բնականաբար սպասվում էր նաեւ նրա հատուկ զեկույցը հանրաքվեի անցկացման եւ անցկացման ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին։ Եվ ինչ, այս ամենից հետո նա հրաժարական է տալիս։ Ես մոտավորապես, որ հասկանանք ինչ է կատարվել, ուզում եմ հիշեցնել Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորի Գագիկ Ջանգիրյանի հարցը, որը նա տվել էր Կարեն Անդրեասյանին, պարզ հարցրեց. դուք ցանկություն չունեք, այսպես ասում, եթե դուք ձեր աշխատանքից ես ենթադրում եմ, որ հաճույք չեք ստանում, որովհետև չեք կարողանում կոնկրետ խնդիր լուծել։ Ձեր մեկնաբանմամբ չունեք այդպիսի լծակներ, դուք ցանկություն չեք ունենում հրաժարական տալ այդ պաշտոնից։ Դրան անմիջապես հետևեց, ասում եմ սա մեկ ամսից մի քիչ ավելի առաջ էր, հետևեց Կարեն Անդրեասյանի պատասխանը, ինչ վերաբերում է հրաժարականին, ամենևին չեմ ունենում, որովհետև անում եմ իմ աշխատանքն այնպես, որ կարծում եմ շատ քչերը կամ գրեթե չեն լինի դեռ իմ ճանաչած այլ իրավաբաններից, որ կարող են սա անել նույնքան արդյունավետ մեր ներկայիս թե օրենսդրական, թե հասարակական, թե պատմական ժամանակաշրջանի համար։ Հենց որ տեսնեմ, որ որևէ մեկին, որ կներկայացնի հստակ ավելի կոնկրետ ծրագրեր, թե ինչը կարող է անել այս իրավիճակում ավելի լավ, կսկսեմ քննարկել նման հնարավորության հարցը։ Այսինքն, դրանից հետո
Կարեն Անդրեասյանը հրաժարական է տալիս եւ բացատրում է մոտավորապես նույն այդ լծակների բացակայության խնդրով կամ որ ինքը ընդհանրապես չի կարող լուծել այդ խնդիրները, ավելի լավ է հրաժարական տալ։ Ուրեմն ինչ փոխվեց։ Փոխվեց այն, ինչ որ ես ասեցի։ Ակնհայտ է, որ նրա վրա եղել են լրջագույն ճնշումներ իշխանության կողմից, անթաքույց հրապարակային։ Դա իհարկե որևէ կերպ չի արդարացնում Կարեն Անդրեասյանի արարքը։ Նա իրավունք չուներ հրաժարական տալու։ Մարդու իրավունքի պաշտպանի առաքելությունը ենթադրում է, որ այդ պաշտոնում գտնվող մարդը պետք է անդավաճան լինի իր առաքելությանը եւ այդ առաքելությանը հավատարիմ մնա, անգամ եթե նրա վրա կատարվում են նման ճնշումներ։ Ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ Կարեն Անդրեասյանը չունեցավ համարձակության եւ սկզբունքայնության այն աստիճանը, որը անհրաժեշտ էր այդ պաշտոնում իր առաքելությունը անթերի կատարելու համար։ Հիմա բուն նախագծի մասին։ Ուրեմն ես առաջարկում եմ եւս մեկ անգամ հասկանանք, թե երբ որ առաջարկում են որպես իրավացու հանձնաժողով, պետաիրավական հանձնաժողովը, ինչ հիմնավորումներ են բերվում։ Տեսեք, ուրեմն պարզվում է, որ ամենահարմար հանձնաժողովը դա պետաիրավական հարցերի հանձնաժողովն է, որովհետև կամ ավելի ճիշտ հաշվի առնելով մասնավորապես սահմանադրական փոփոխությունների պետական մարմինների կազմավորման, ինչպես նաև օրենսդրական ակտերի կատարելագործման գործընթացում նշված հանձնաժողովի կարևոր դերը։ Ուրեմն ես միանգամից ուզում եմ հայտարարել, որ ոչ սահմանական փոփոխությունների, ոչ պետական մարմինների կարգավորման եւ ոչ էլ օրենսդրական ակտերի կատարելագործման հետ մարդու իրավունքների թեկնածության առաջադրման խնդիրը որևէ առնչություն չունի։ Սա լրիվ այլ խնդիր է։ Ընդամենը պետք է մարդու իրավունքների այսօրվա մեր պաշտպանության այս դաշտում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գտնել մի մարդու պարկեշտ, սկզբունքային եւ գործունյա, որը հավատարիմ լինելով մարդու իրավունքների եւ ժողովրդավարության արժեքներին, մինչեւ վերջ կպաշտպանի դրանք Հայաստանում։ Եվ սա որևէ կապ չունի այն հիմնավորումների հետ, որ ներկայացված են։ Եվ ուրեմն հարց է ծագում, ինչու են ուրեմն առաջարկում մարդու իրավունքների հանձնաժողովի փոխարեն պետաիրավական հանձնաժողով։ Շատ պարզ, որովհետև ցանկացած մեր քաղաքական դաշտի հետ մի քիչ ծանոթ մարդու համար էլ ակնհայտ է, որ մարդու իրավունքների հանձնաժողովը շատ ավելի քիչ վերահսկելի է իշխանության համար, քան պետաիրավական հանձնաժողովը։ Այստեղ իհարկե փորձեցին առարկել, ասելով, որ դա մեզ համար պրոբլեմ չի, ինչ ա եղել, մի 5 մարդ կգործուղենք մարդու իրավունքների պաշտպան եւ հարցը կլուծենք։ Հարգելիներս, այդ հասկանում ենք, բայց արդեն միանգամից կզռար, կամ եթե ուզում եք ավելի քաղաքավարի հայերենով խոսենք, ակնհայտ կլիներ, որ իրականում դուք չեք հարգում ձեր սեփական թեկուզ եւ կեղծված սահմանադրությունը, որովհետեւ ակնհայտ կդառնար, որ իրավասու մարմին ըստ էության կնշանակվեր ոչ թե մարդու իրավունքների հանձնաժողովը, այլ հանրապետական կուսակցությունը։ Որովհետև եթե հանրապետական կուսակցությունը դի որոշի ու ուզում հետո 5 հոգի գործուղի մարդու իրավունքների հանձնաժողով, պարզ է թե ստացվում է, որ դուք ինքներդ թքած ունեք ձեր սահմանության վրա։ Հիմա այս ամեն ինչը ցույց է տալիս, որ իրականում այն ռոպագանդան, որ դուք տարաք սահմանադրական հանրաքվեի ժամանակ, որ իբր այս սահմանադրությունը ընդունվում է ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների, չգիտեմ, խորացման, ավելի պաշտպանված լինելու, ավելին, ասում եք, ընդդիմության դերի բարձրացման համար, սա բոլորը բլեֆ էր, հեքիաթ։ Դուք ինքներդ էլ չեք հավատացել ձեր ասած խոսքերին եւ եթե օրինակի համար
իսկապես դուք ուզում եք ընդդիմության դերը բարձրացնել, ուրեմն սա առաջի առիթն էր, որ ցուցադրեիք ձեր այդ մտադրությունը։ Թողնեիք մի քիչ ձեզ համար ավելի քիչ վերահսկելի հանձնաժողովը, որը ամենայն հավանականությամբ հենց օժտված էր այդ գործը կատարել այն ընտրությունը, որը կարող է ձեզ համար այնքան էլ հաճելի չլիներ։ Բայց դուք չեք անում դա, ցույց տալով, որ իսկապես այս ամբողջը սուտ էր եւ դուք ոչ ժողովրդավարություն եք ուզում, ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանվածություն, դուք ամեն ինչ ցանկանում եք պահել ձեր վերահսկողության տակ։ Ուրեմն բնականաբար Հայ ազգային կոնգրես կուսակցությունը մերժում է այս նախագիծը, մենք կողմ ենք, որ դա որպես իրավասու հանձնաժողով այդ հարցի լուծման համար նշանակվի մարդու իրավունքների հանձնաժողովը։ Շնորհակալություն։